Ինչպես արդեն գիտենք, հանուն Արցախի միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում իրականացրել է մեծ հանրահավաք ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների։ Հանրահավաքից անմիջապես հետո հավաքի նախաձեռնողները Ազատության հրապարակում նստացույց են սկսել։ Նրանց պահանջը հստակ է՝ ապահովել արցախայցյան Արցախ հավաքական վերադարձի իրավունքը, ապահովել Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձը, տեղահանված արցախցիների սոցիալական հրատապ խնդիրների լուծում, ներառյալ բնակարանային ապահովման ու զբաղվածության աջակցության ծրագրերի արժանապատիվ ու արդյունավետ իրականացում և չորրորդը Արցախի հայկական մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պահպանության երաշխավորում։ Մեծ հետ զրույցում հանուն Արցախի միավորման նախաձեռնության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը նշեց, որ նստացույցը տևելու է մեկ շաբաթ, որից հետո հանդես են գալու նոր նախաձեռնություններով ու կրկին հանրահավաքով։ Հանրահավաքում ընդունվել է եւ հայտարարվել է, որ մի շաբաթ է կանում, մնացած գործողությունները հետո ընթացքում կտեսնենք գործողությունները երբ է զարգանում, ոնց է զարգանում ու նենց օրակարգը ոնց կթևադրի, նենց էլ կան։ Նստացույցից հետո նորից հանրահավաք է լինելու, եթե պատասխանները չլինեն, հանրահավաքը լինելու է ու ներկայացնելու ինչ հանրահավաքին ինչ կորոշվի, նենց էլ կանենք։